Փառք Նժդեհին եւ ազատություն ապստամբ Սասնածռերին։ Սիրելի հանրություն, սկսում է թափ առնել այն տեսակետը, որ մենք պետք է հզորանանք, համբերատար, հետո նոր անդառնանք այն կան չէ քաղաքական ուժեր, դե այսինքն չեմ զլանա կրկնել, բոլորը թուրքաբոլշևիկյան են։ Ինչ որ մի կերպ խորհուրդ են տալիս, եթե մեկը կատեգորիկ, այսինքն մեկը չէ, թե Նիկոլն ասում է կատեգորիկ Արցախն Ադրբեջանն է, Արցախյան շարժում չպետք է լինի, այս չպետք է լինի, չպետք է լինի, այն մյուսը, այն մի թրքաբոլշևիկն ասում է, բերեք սառեցնենք, մոռանանք, հզորանանք, նոր անդառնանք։ Ուզում եմ ասեմ, որ մոռանալը ժամանակավորապես անգամ դրա լուծումը Ալիևը մտածել է, որ սահմանադրությունը մեզ պարտադրի փոխենք այդ առաջի հանրապետության իրավահաջորդությունը, անկախության հռչակագիրը, Արցախի, Հայաստանի հետ միավորվելու այդ փաստերը հանում ենք մեջից, էլ ուզում ես 1 տարի հետ դու անդրադարձի, ուզում ես 100 տարի դու անդրադարձի, էլ չես կարողանալու։ Հիմա փափուկ բաց են դնում հայ ժողովրդի գլխի տակ, սպասեք հզորանանք, իսկ Պուտինը այդ հզորանալ առաջարկողները հիմնականում պուտինականներ էին։ Չնայած բոլորն են պուտինական բացառությամբ ազգային ժողովրդականից Բևերի եւ մնացած մի քանի անհատ փոքրիկ քաղաքական կառույցների կամ անհատների։ Այսինքն եթե ինչ-որ մեկն ասում է սպասենք հզորանանք, պետք է հարցնենք ինչպես եւ ում հետ։ Պուտինը այս վերջի մամուլու ասուլիսի ժամանակ ինքը հստակ ասեց. եթե Հայաստանը ուզում է իսկապես մեզնից առանձնանա, թող ասում է ինքը հանրաքվե անի։ Հələ մի հատ հարց էլի տղա, այդ որ Սերժիկին կանչեցիր գիշերն 2-ին ստորագրել տվեցիր այդ թուղթը, բան չի հանրաքվեով չարեցիր դա։ Ինչի՞ պետք է մենք ԵԱՏՄ-ից հապկից հրաժարվելու համար կամ առհասարակ ռուսից հրաժարվելու համար քաղաքական առումով պետք է ինչ-որ մի հատ ռեֆերենդում անենք։ Այն որ դարձնում էր մեզ հապկի անդամ, ինչի ռեֆերենդում չարեցիր։ Եվ երկրորդ, եթե մարդիկ մտածում են, որ իրենք պետք է ռուսի հետ հզորանան, ռուսի հետ, ասեմ, որ ռուսը սատկել է։ Եթե անգամ սատկած չլինի, Պուտինը բերան մեզ բացադրեց։ Մեզ ասեց մենք ինչ ենք այս վիճակին։ Մեր էներգետիկան, ճանապարհները, հանքարդյունաբերությունը, քաղաքականությունը, դիվանագիտությունը, ռազմական կրթությունը, հասկանաք ուժային համակարգերը, ազգային անվտանգություն կլինի, ոստիկանություն կլինի, պաշտպանության նախարարություն կլինի, եթե ուզում են գեներալ դառնան, պետք է գնան Ռուսաստան համապատասխան բուհը ավարտեն նոր։ Այսինքն, եթե դու հիմա քեզ գտնում ես, որ քո վիճակը լավ չէ, այս պահին, ու 300 տարի, վերջ 300 տարի դու ռուսի հետ ես ապրել, արդեն իսկ դա քեզ փորձ է, որ ռուսի հետ չի ստացվում։ Ոչ թե չի ստացվում, այլ ինքը թույլ չի տալիս։ Եվ անգամ այս վատ վիճակին էլ ասում է, եթե պետք է դուրս գաք, գազնեմ թանկացնելու կամ անջատելու հոսանքը, ճանապարհները, երկաթուղիները բացառապես ավիրել է։ Անիծել է։ Այսինքն մարդը բերան ասում է, որ դուք ինձ հետ, որ դուք այս վիճակին եք, ինձ հետ լինելու հետևանքն է, բայց եթե չուզենաք ինձ հետ լինել, ավելի վատ եք լինելու։ Մարդը ասում է, սրանից ավելի վատ վիճակում եք լինելու։ Հիմա դու ո՞նց ես հզորանալու։ Հետն էլ սահմանների 90%-ը թուրքերի հետ է։ Լավ 80%-ը։ Մի կողմից Ադրբեջան, այնտեղ Թուրքիա, մի փոքր հատված Վրաստան է, Պարսիկինն էլ դե արդեն եղած չեղած մի հաշիվ է դառնում։ Ոնց։ Եթե քո բոլոր ճանապարհները, այսինքն ավելի շատ ճանապարհները պետք է, եթե դուրս գաս միջազգային արենա, պետք է թուրքական այդ պետություններով անցնես։ Դուք ինձ կարող եք ասել զարգացման ուղի, եթե դու առաջին հանրապետության իրավահաջորդ չես, եթե դու Սևծովում ափ չունես։ Չկա, ուղղակի չկա։ Վրաստանն էլ խախուդ է, այս պահին խախուդ է։ Ինքը շատ կարևոր գործընկեր է, բայց խախուդ է այս պահին։ Այնտեղ էլ շունը տիրոջ չի ճանաչում։
Այսինքն սпасել էս թրքա բոլշևիկների խարոզով որ սпасեք, հզորանանք, դու չունես այդ շանսը։ Իրոք չունես այդ շանսը։ Ինչ պետք է անենք։ Ուրեմն ով մեզ խանգարում է, մենք պետք է դրա դեմ պայքարենք, ոչ թե գնանք դրա հետ համագործակցության։ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջանը մեր դեմ կռիվ են տալի, որ մեզ ոչնչացնեն։ Հասկանում եք։ Ո՞րն է ճանապարհը։ Այսինքն հարված հասցնել հենց դրանց։ Ու ինչպես հասցնել, որ այդ մարդիկ մեր հանդեպ գործողություն չանեն։ Միջազգային իրավունքով։ Բացառապես միջազգային իրավունքով։ Գնալ միջազգային դատարան, տանել համապատասխան փաստաթղթեր ազգերի լիգայի կողմից հաստատված, Սևրի դաշնագրով կլինի, Վիլսոնի իրավարար վճռով կլինի։ Եվ ասել եկեք, թող միջազգային դատարանը որոշի։ Եթե մտածում եք, որ հանգարց դուք դատարկ միջազգային դատարան թուրքերը պատրաստ կհայտարարեն, ուրեմն հասկացեք, որ դուք ճիշտ ուղի վրա եք։ Այսինքն թուրքերը վախենում են, որ պատերազմ են հայտարարում։ Բայց ես ձեզ ասեմ, երբ որ դուք դա հասցնեք դատարան, այսինքն գործը մտնի վարույթ, թուրքերը այդ նույն հանցանքը երկրորդ անգամ չեն կրկնի։ Ուղղակի չեն կարող։ Այսինքն իրենք կհաստատեն իրենց հանցագործ լինելը։ Եթե ձեզ վախեցնում են, որ եթե մենք սկսենք խոսել Արևմտյան Հայաստանից, կան չէ՞ Կարպիս Փաշին, Լևոնի շներ կան, որ ասում է, չեք մտածում, որ ասենք Հայաստան բանը Արարատ ուզեք Թուրքիան իշխանի ձեզ։ Ուզելուն ձև կա։ Բայց եթե Արարատը Հայաստան չէ, ինչու է Նիկոլը ձեռով դնգած ուզում է ամենտեղ էլ անձնագիր, էլ դրոշմակ կնիկ, էլ չգիտեմ դասագիր, էլ չգիտեմ պատերից ու չգիտեմ ամեն ինչի վրայից ուզում է Արարատը հանի։ Ինչի։ Ինչն է պատճառը։ Ուրեմն վախ կա։ Եթե կա վախ, ուրեմն մենք ճիշտ ուղու վրա ենք։ Եվ ոչ թե մենք պետք է Թուրքիայից վախենալով Թուրքերի հետ Թուրքերին ենթարկվենք կամ ռուսներին։ Մենք պետք է գտնենք նրանց թշնամիներին, հակառակորդներին, հզոր։ Նրանց հետ համագործակցենք, որ մենք մենակ չմնանք։ Մեծ որոցը մեկը չի քարոզում համագործակցել, ասենք, հակաթուրքական կոալիցիայի հետ։ Ասում են, վայ, Թուրքից վատ բան խոսեցիր, մեզ կհոշոտի։ Բայց քեզ ով է ասել, որ դու մենակ մնաս։ Դու ինչու ես մենակ, քեզ մենակության տանում։ Ինչն է պատճառը։ Թուրքերն են ասել, չէ՞, Նիկոլան հենց ա ժողովուրդը միշտ վախի մեջ պայես։ Բայց Ուկրաինան տեսեք, ռուսական զոնա էր։ Ինչ արեց։ Ռուսների հակառակորդն հետ համագործակցեց։ Ուկրաինան կարող է Ռուսաստանի դիմակայել։ Չէ՞ կարող, այսօր արդեն հաղթում է։ Հաղթում է։ Բարես բունի մասով, որովհետև ռուսի թշնամիների հետ աղբերություն արեց։ Մենք էլ պետք է Թուրքիի աղբերների հետ թշնամություն անենք, բարեկամություն անենք։ Քարոզ էսպես պետք է գնա։ Թե չէ, եթե մեզ ասեն, վայ, Թուրքից խոսենք կսպանեն, վայ, ռուսից խոսենք կգնդակահարեն, վայ, ադրբեջանցից խոսենք էս կանեն, այն կանեն, մեր գործը առաջ չի գնա։ Վախով կառավարվող հանրությունը ստրուկ է։ Նա գնում է ստրկացման։ Եվ վերջ։ Սա 21-րդ տարին է։ Իրավունքը առաջնահերթ տեղ ունի աշխարհում։ Օգտվենք մեր իրավունքից։ Ուրիշ ոչ մի բան։ Ու հանեք այդ վախը մեջներից, թուրքը չլինի էս կլինի, ռուսը չլինի այն կլինի, ազերին չլինի այն կլինի։ Աշխարհում մակում գրանցված 198 պետություն կա։ Դրանց մեջ ոնց լինի 10-20 Թուրքիան թշնամի կունենա, դե 50 քանի են Ուկրաինային օգնում են Ռուսաստանի թշնամիները, Ադրբեջանին էլ չասեմ։ Խնդրենք, գտնենք, ձեր մեկնենք, ձեր խնդրենք։ Ինչ եք մենակ մնացել ու գլուխներդ բռնել, բայց ինչ պետք է անենք։ Բարեկամներ փորձեք գտնել, թշնամիներ գտեք։ Թշնամին իմ բարեկամն է։ Գոհ եղեք։